զգացունեք, լսեք, դիտեք եւ հասկացեք այս ադամանտը այստեղ։ Ես ունեի տարբերակ իմ եւ մի ամբողջ պետության անունից վատ հանդես գալու։ Իհարկե ոչ։ Պարտություններ կրած մարդու համար, դժվարություններ անցած մարդու համար շատ քաղցր է լինում այդ պտուղը։ Ասեց Սյուզ, դու շատ թանկարժեք քար ես, որը բոլորին հասու չի։ Մեր հյուրն է այսօր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Սյուզաննա ջան, բարի օր։ Ողջույն Տիկին Փաշյան ջան։ Անչափ ուրախ եմ, որ դու այսօր այստեղ ես, մեզ հետ ես։ Ես էլ շատ։ Եվ հիմա ես կփորձեմ բացատրել ինչու եմ ես այդքան ոգևորված, դե դու էլ գիտես իհարկե, բայց մեր հետևորդներ դեռ չեն հասկանում։ Մեր հարցազրույցը սկսել է տասնյակ տարիներ առաջ, ինչպես պարզվեց։ Մենք քեզ հետ երկար պայմանավորվում էինք, օրը, ժամը, վայրը, այսպես հեռակա պայմանավորվում էինք, եւ հանկարծ դու հասկանում ես, որ մենք ծանոթ էինք տարիներ առաջ, ես դասավանդել եմ քեզ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, երբ դու սովորում էիր ռեժիսորական ֆակուլտետում, այդ հրաշալի տարիները, փայլուն, ուրախ, գեղեցիկ տարիները, ու ինձ համար անձամբ մենք խոսենք թե քեզ համար ինչպիսին է եղել։ Եվ գիտես, հետո երբ մեր արդեն զրույցը ավարտվեց հեռախոսով, ես մտածում էի, Տեր Աստված, ինչքան գեղեցիկ բան է տեղի ունեցել։ Ես ճանաչել եմ մի աղջնակ, եւ այսօր այդ աղջնակը վերածվել է կայացած արտիստի, որը պինդ կանգնած է իր ոտքերի վրա, որը ունի իր ձեռագիրը, իր ունիկալ էմոցիոնալ, զգացմունքային ձայնը եւ իր լուրջ անցած ճանապարհը։ Եվ այսօր մենք քեզ հետ զրոյից ենք ծանոթանում, այդպես է ստացվում։ Կարծես թե, այո։ Սիրելիս, ես ուզում եմ մենք այսօր մեր զրույցը սկսենք մի փոքրիկ մասնագիտական բլիցից եւ հետո կանցնենք արդեն հիմնական հարցերին։ Սիրով։ Ահա, սկսեցինք ուրեմն։ Սյուզաննա, երբ քեզ ասում են դու չափազանց զգացմունքային ես, քեզ վիրավորված ես զգում, թե դա հենց քո ուժն է։ Կարծում եմ իմ ուժն է։ Այո, համամիտ եմ։ Քեզ երբևէ հոգնեցրել է այն, որ մարդիկ քո ուժեղ ձայնի ետևում միշտ ուժեղ մարդ են պատկերացնում։ Այսօր արդեն հոգնեցնում է, եթե լինեմ անկեղծ։ Գուցե կյանքի մի շրջան է, որտեղ իրոք հոգնեցուցիչ է դա։ Ընդունեցի։ Երբևէ սիրել ես մի մարդու, ով չհասկացավ քեզ մինչև վերջ։ Սիրել ոչ, Տիկին Փաշյան, որովհետև սիրել ինձ համար նշանակում է միասին ապրել ու անցնել երկար ճանապարհ։ Ավելի շատ տարված եմ եղել։ Տարված։ Եթե այսպես ճիշտ կլինի ձևակերպել։ Այո։ Քեզ ավելի հաճախ լքում են, թե դու առաջինն ես հեռանում։ Օ, ինչ հարց է։ Կարծում եմ ես եմ ավելի շուտ վերջակետ դնում։ Դա քեզ նման է եւ դա կարծում եմ բնական է։ Եղել է մի պահ, երբ բեմ դուրս գալուց առաջ մտածել ես, այլևս չեմ կարող։ Ոչ, նման բան չի եղել երբեք։ Բեմից ես սնվում եմ։ Փայլուն։ Երբ մենակ ես մնում, ավելի շատ երգիչ ես, թե հոգնած մի գեղեցկուհի։ Փոքրիկ Սյուզաննան եմ իրականում ավելի շատ։ Եվ վերջին բլից հարցը, դու երբևէ վախեցել ես, որ մի օր մարդիկ կսիրեն միայն քո ձայնը, բայց ոչ քեզ։ Իհարկե, այդ մտքերը պարբերաբար լինում են ու կարծում եմ բեմում գտնվող մարդու համար ինչ որտեղ նորմալ է, իհարկե։ Ահա, եթե հանկարծ այսօր խլեն քո երգը, ինչ կմնա քեզ։ Ուй, ինչ դաժան։ Աստված Ես երբեք չեմ պատկերացրել, որ խլեն իմ երգը, Տիկին Փաշյան, որովհետև
Չեմ ուզում էլի պաթոս հնչի, բայց եթե պիտի երգը խլեն ինձանից, թող ինձ էլ խլեն, ես չլինեմ, որտեվ չեմ կարող։ Ես առանց երաժշտության իմ գոյը չի լինի։ Սուզաննան չի լինի։ գից երգ, Այո, գից երաժշտություն։ այո։ Սիրելիս Փայլուն ջանս, անցնենք մենք հիմնական մեր զրույցին եւ քանի որ մեր այսպես սկիզբը մեր պատմություններ, հա, իմ ու քո այդ անցած ճանապարհի դրամաբանական կլինի, որ ես սկսեմ հենց ինստիտուտի տարիներից։ Սիրով։ Դու պատմել ես, որ քեզ համար դա չափազանց ծանր, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, թե հոգեպես տարիներ էին, բայց ինչպես է իր հաջողացրել դու ընդունվել մեր ինստիտուտի ամենաթանկ եւ ամենահարգված ֆակուլտետ։ Տիկին Փաշյան, նախ ուզում եմ ասել, որ ես էլ շատ ուրախ եմ, որ ձեզ եմ հյուրընկալվել։ Այսպես դուք խոսում եք, ես տեղափոխվել եմ 16-15 տարի առաջ ու չեմ հավատում մի տեսակ, որ այդքան տարիներ են անցել։ Եվ դուք խոսում եք իմ ենթագիտակցությունը ուսանող Սյուզաննային հանդիպեց առաջին կուրսում գտնվող եւ կարծում եմ այստեղ ճակատագրական պահ կա, որովհետեւ ես պիտի սովորեի կրթվեի առհասարակ բոլոր առումներով արժանահիշատակ իմ վարպետի արվեստանոցում Երվանդ Ղազանչյանի։ Իրականում շատ քչերը գիտեն, որ այդ նույն տարի ես պատրաստվում էի 2 տեղ ընդունվել, որը որ կստացվեր։ Պարզապես Թատերական ինստիտուտի քննությունները կոնսերվատորիայի 0 դասարանի քննություններից, որովհետև ես պետք է շատ նախակրթական փուլից սկսեի առաջին կուրսում հայտնվելու համար կոնսերվատորիայում։ Ուղղակի շուտ սկսվեցին եւ երբ պարզ դարձավ, ես չընդունվեցի դերասանի վարպետություն, դերասանական կուրս, այդ տարի 1 ուսանողի հաստիքի համար 5 դիմորդ էր պայքարում եւ ինձ չհաջողվեց այն դեպքում, երբ իմ բեմական խոսքը, երգեցողությունը, ճկունությունը ամեն ինչ տեղում էր, հանձնաժողովը բավականին գոհ էր։ Ու հիմա երբ ետ եմ նայում, հասկանում եմ մի պարզ բան, որ ճակատագիրը ինձ տարավ պարոն Ղազանչյանի արվեստանոց, որն էլ որ հետագայում չէր ուզում լսել կոնսերվատորիայի անուն, այն ժամանակ չէի հասկանում, որ այդքան հավանում է իմ երգելը, բայց ինչ գործ ունեմ, հա, ես ռեժիսուրայի ֆակուլտետում, ես քեզ մեջ ռեժիսոր եմ տեսնում։ Ինքը ես հիմա եմ հասկանում, Տիկին Փաշյան, ու կարծում եմ ինչքան մեծանամ, այնքան կհասկանամ, ինքը ուզում էր կրթել առհասարակ բեմում գտնվող մարդ։ Որովհետև ես զարմանում էի էլ ինչպես է ինքը հավանում իմ երգեցողությունը, այդքան ու շատ սիրում էր, միայն ընդունում էր հայալեզու երգեցողությունը, բայց չի ուզում, ես ինչ գործ ունեմ ռեժիսուրայի ֆակուլտետում, այն դեպքում, երբ որ ես արտիստի ապագա էի ինձ պատկերացնում, էլի ոչ թե որ ես բեմադրեմ կողքից իմ աշխատանքը դիտեմ։ Ես ինքս կատարման արվեստն եմ սիրում եւ ես սիրում եմ լինել բեմում։ Հիմա եմ հասկանում, որ ինքը ուղղակի երևի թե մի քիչ կոպիտ կհնչի, բայց չվստահեց որևէ այլ մասնագետի, այսպես դեռ շատ հում ինչ որ մի խմոր, հա, այսպես միշտ ասում էր պետք է դուք այնքան աշխատեք, որպեսզի իրավունք ունենաք լինել բեմում։ Կարծում եմ հենց պարոն Ղազանչյանի արվեստանոցում ուսանելը ճակատագիրը ինձ տարավ դեպի սա ու Փարք Տիրոջը ես ավարտեցի հենց իր արվեստանոցը ու եթե ինձ երկրորդ անգամ տրվեր հնարավորություն, նույն արվեստանոցը ես կուզենայի ավարտել։ Մի քիչ ավելի մեծ տարիքում։ Ահա, արդեն հասուն եւ հասկացած։ Մինչեւ հասկացանք ինչ էր այդ ամենը, եկավ ավարտելու ժամանակը։ Դժբախտաբար շատերի մոտ է այդպես, ես կարծում եմ։ Հա, մենք երիտասարդ ենք, ինչ որ շատ բաներ չենք հասկանում, բայց կարևորը ի վերջո հանգում ենք ճիշտ մտքի, դա է ամենակարևորը։ Եվ այստեղ ինձ շատ հետաքրքիր է, այս քո ռեժիսորական կրթությունը քեզ օգնում է հիմա քո անմիջական հա մասնագիտության մեջ վոկալում։ Իհարկե օգնում է, ինչ է ռեժիսուրան։ Համախմբող, բացի բեմադրելը, համախմբող, համակարգող, կազմակերպված լինելու արվեստ։ Եվ իմ յուրաքանչյուր ելույթի մեջ Եմ որ ասում եմ մի գտալ ռեժիսուրա իմ կողմից անպայման կա։ Չնայած որ ես երբեք չեմ կարող ասել, որ ես պրոֆեսիոնալ ռեժիսոր եմ։ Ինձ դա չի էլ հետաքրքրել մի պարզ պատճառով, որ ես կատարման արվեստը սիրող մարդ եմ։ Իհարկե օգնում է։
շատ մտածողության մեջ, իրերը սահմանափակ չընկալելու մեջ, նույն նոտաները, ուղակի նոտաներ չընկալելու մեջ։ Ես շնորհակալ եմ իմ վարպետին նրա համար, որ միշտ ասում էր, ինչ ուզում է լինեք բեմում, դերասանուհի, երգչուհի, պարուհի, եթե չունեցաք սիրտ ու հոգի, նույն բեմադրությունը, եթե հոգով սրտով չբեմադրեցիք, մարդկանց սրտերին չի դիպչելու։ Միանշանակ։ Ու դա այդպես է։ Այդպես է, հա, 100%, այո։ Ես հիմա ուսանողական տարիներից մի քիչ ետ գնամ քո մանկություն։ Դու պատմում ես մի հուզիչ պատմություն, որ դուք մանուկ տարիքում ինչ որ ժամանակ Ռուսաստանում եք անցկացրել։ Այո։ Եվ դու ասացիր մի բան, որ ուղղակի ինձ ցնցեց, որ դու անչափ շնորհակալ ես քո ծնողներին, որ այդ սարսափելի տարիներին ձեզ օրինակ մանկատուն չհանձնեցին ու կային այդպիսի ընտանիքներ, հա, որոնք երեխաներին այդ անիրական ծանր վիճակից հանձնում էին մանկատուն։ Ձեզ պահեցին ձեր ծնողները, ինչպես դու ասացիր, ատամներով էսպես պահեցին։ Այո։ Հիմա այստեղ տրամաբանական մի հարց, ինչպես ես կարծում, այդ տարիները կարող է որ կոփել են քեզ այնքան, որ դու հետո վերադարձար այդ երկիր եւ հաղթեցիր այնտեղ։ Քանի տարի եք այդտեղ։ Մինչև 8 տարեկանն եմ եղել Ռուսաստանի Դաշնությունում։ Հիշում ես այդ տարիները։ Կային իհարկե դրվագներ, որ բնականաբար հիշում եմ, որովհետև դուք էլ գիտեք, որ մանկությունից մեր մեջ շատ ու շատ բաներ են մնում եւ մանկության տարիներին շատ տեսած դրվագներ գուցե եւ ձևավորում են մեզ։ Այ երբեք չէի մտածել այս ամենի շուրջ։ Այստեղ խորհրդանշական բան կա, այո, շատ խորհրդանշական, բայց ես ավելի խորացել ու ֆիքսվել եմ ռուսաստանյան իմ հաղթանակի դեպքում ավելի որպես երգչուհի, ոչ թե որպես հայուհի, ով փոքր ժամանակ ինչ որ մի շրջան ապրել է այնտեղ, որովհետև Տիկին Փաշյան այնքան շատ էր իմ ներսում այդ հաղթող լինելու սինդրոմը։ Շատ պարտություններ կրած մարդու համար, դժվարություններ անցած մարդու համար շատ քաղցր է լինում այդ պտուղը արգելված։ Բնականաբար։ Չէ՞։ Այո, իհարկե։ Ավելի շատ ես երևի սրա շուրջ եմ մտածել։ Ահա։ Եվ այդ պարտություններ կրած աղջնակը ինչպես կրկին քեզ եմ մեջ բերում մեկ ճամպրուկով, հա, առանց աջակցող խմբի մեկնում է Ռուսաստան, հա, կարծես մի փոքրիկ հա մրջունիկին գցեն ինչ որ մի հատ հսկական անտառ, այդպիսի կարծում եմ զգացողություններ ես ապրել։ Նախ պատմիր, դու ինչպես այդտեղ հայտնվեցիր, ինչպես քեզ որոշվեց ուղարկել այդտեղ։ Դե դա քո նախաձեռնությունն է։ Ես եմ որոշել, որովհետև դա որպես այդպիսին միջազգային մրցույթ չէր։ Ուղղակի այդ եթերաշրջանում պարզվեց այնքան այլ երկրների ներկայացուցիչներ կային, որ տպավորություն էր, որ միջազգային էր դարձել եւ հենց նույն պրոյեկտի այլ երկրներում իրենց երկրների տարբերակով հաղթած մասնակիցների հետ ես արդեն ռուսաստանյան նույն ֆորմատում էի, այս տեսակ դժվար էր, ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Ես դա միշտ ասում եմ ու դա իմ խոսքերը չեն, ես էլ եմ լսել դա, ուղղակի իմ մաշկի վրա եմ զգացել տարիների ընթացքում։ Պանդեմիան իր հետ բերեց շատ դաժան օրեր, սովից մինչև գործազուրկ լինելը, բայց եւ բերեց մի շատ կարեւորագույն բան, որը երևի թե մեր կենցաղային ու աշխատանքային տեմպո ռիթմի մեջ մենք չկարողանայինք երբևէ գիտակցել։ Պանդեմիան ինձ տվեց հասունություն ինչպես երբևէ։ Պանդեմիան տվեց ինձ տխուր օրեր, որպեսզի ես ուրախ օրերը եւս կարողանամ գիտակցել, ոչ թե վայելել միայն։ Եվ պանդեմիան ինձ տվեց ցանկությունը վերջապես դրսի բեմում հայտնվելու։ Չնայած որ մինչև այդ մի քանի փառատոնների հաղթած մարդ եմ եղել եւ հատուկ մրցանակի, դրանք այստեղ թե դրսում, որոնք Հայաստանում իհարկե լուսաբանվել են, բայց ну ко всей вместе այն մասշտաբային պրոյեկտն է եղել, որի լուսաբանումը եւս եղավ մասշտաբային։ Եվ հենց պանդեմիայի շրջանակներում հասկացա, որ ես վանդակում եմ հայտնվել կարծես թե շատերի պես բնականաբար, որովհետև իրավիճակը բոլորի համար էր նույնը։ Թե ով ինչպես կհաղթահարեր, դա արդեն յուրաքանչյուրի գործն էր։ Ստիմուլ տվեց փորձելու, որովհետև մոտ 2 տարի
Օնլայն դաշտում հետևում էի, ֆորմատը ինձ շատ դուր էր եկել, չգիտեի, որ ֆորմատը բրիտանական է եւ ռուսները գնել են բրիտանացիներից լիցենզիան դա վերաթողարկելու իրենց երկրում։ Եվ կարծես ամեն ինչ դասավորվեց այնպես, որ հենց այդ դժվարության մեջ ես պիտի կայացնեմ այդ որոշումը եւ հիմա երբ ետ եմ նայում, որովհետեւ 5.5 տարի է անցել պրոյեկտից ու իմ հաղթանակից, որը շնորհակալ եմ ողջ հայությանը եւ սփյուռքահայությանը, որ մինչ օրս հիշում են եւ չի մոռացում, որովհետեւ կան հաղթանակներ, որ այդ պայն ծափարում են եւ անցնում են իմը հարտիրոջ այդպես չի։ Եվ կարողացա կանգնել այդ բեմում։ Ինձ միշտ հարցնում են, հա, շատ տարբեր մարդիկ ես ամբողջ տարիների ընթացքում, ինչպես կարողացար եւ այլն, բոլոր տեղերում ես ասում եմ նույնը, իսկ ես ունեի այլ տարբերակ։ Արդյոք ես ունեի այլ տարբերակ պանդեմիա տեսնելուց, պատերազմ տեսնելուց, հետ պատերազմական մթնոլորտի մեջ լինելուց հետո եւ տեխնիկապես այդքան փորձություն հաղթահարելուց հետո ես ունեի տարբերակ իմ եւ մի ամբողջ պետության անունից վատ հանդես գալու։ Իհարկե ոչ։ Դա ինձ համար չէր։ Եվ կարծում եմ, որ այդ ուժեղ աղջիկը իրականում հենց այդ բեմում ձևավորվեց։ Մինչ այդ են, որ մարզիկները ասում են ռազմին կա։ Դա էր եղել իմ կյանքում։ Ես այդ ժամանակ հասկացա, որ եթե ես այստեղ պարտվեմ, պարզ կդառնա, այդ ժամանակ ես կզգամ իմ մաշկի վրա ինչ է պարտությունը նշանակում, որովհետև երբ դու փոքրիկ ձուկ լինելով մտնում ես շատ մեծ օվկիանոս, դու այդ օվկիանոսի ծովել չէ, օվկիանոս, դու այդ օվկիանոսի հզորությունը իր հոսանքներով ոտից այրից մազից այրը այդ ժամանակ ես զգում։ Եթե ես էկրանի այս կողմից նստած այդ վարկյանները այդպես ընկալում եմ որպես հավերժություն, ես անձամբ չեմ կարող պատկերացնել ինչ է տանում վոկալիստը, արտիստը։ Չեմ կարող, ես այսպես նստած, ինձ թվում էր սիրտս այսպես դուրս կգա։ Ինչ եք դուք տանում, ինչ եք դուք ապրում, պատկերացնել սովորական մարդը չի կարող։ Կա այդպիսի բան։ Վաու էֆեկտ։ Եվ դու մի քանի փուլ անց ի վերջո հասար Մոսկվա։ Հետաքրքրել է միշտ այդպիսի մեծամասշտաբ մրցույթների ներքին խոհանոցը, կպատմես։ Իրենց մոտ այդ տարին երրորդ եթերաշրջանն էր եւ դեռ խմորումների մեջ էր պրոյեկտը, որովհետեւ մեր եթերաշրջանից հետո իրենց ռեյտինգները աննկարագրելի բարձր էին։ Տպավորություն էր, որ առաջին երկու եթերաշրջանները այսպես ինչ որ նախաբանի տեսք ունեին, ոչ թե որ ես եմ հաղթել այդ եթերաշրջան, դրա մասին չի խոսքը, այլ այնքան տաղանդավոր մարդիկ կային, շատ տարբեր երկրներից, այնքան լավ ելույթներ կային, որ շատ խոսվեց այդ պրոյեկտի մասին եւ շատ տարբեր երկրներում ռուսական տարբերակը դարձավ հայտնի։ Հայաստանում որևէ մեկը չգիտեր այդ պրոյեկտի մասին։ Եվ ինձանից հետո, իմ հաղթանակից հետո շատ հայեր, շատ երիտասարդ կատարողներ անձամբ ինձ են դիմում, ինչպես կարող ենք եւ այլն, ես բնականաբար տալիս եմ կոնտակտը այն մարդու, ով զբաղվում է մասնակիցներով։ Իմ տարում ես պիտի խոսեմ այն ինչ որ ես եմ տեսել, հիմա չգիտեմ ինչպես է։ Իմ տարում շատ էսպես գիտեք ինչպես էր, ինձ միշտ հարցնում են, հայուհուն ինչպես են վերաբերում, իսեր Աստծո։ Այդ տարի ինձ վերաբերվել են շատ լավ, որովհետև ես կարողացա ուղղակի անծանոթ մարդկանց մոտեցնել ինձ իմ երգեցողությամբ ընդամենը։ Ես հիշում եմ ֆինալին, երբ արդեն պիտի հաղթողը որոշվեր, պրոդյուսերական թիմն էր որոշում հերթականությունը ըստ մասնակիցների, ըստ հաղորդման ճիշտ բաշխման, որովհետև չմոռանանք հեռուստադիտողի համար այդ գիծը պետք է շատ ճիշտ գծել։ Եվ ես գնում եմ տաղավար, տեսնում եմ, որ ես 17-րդ համարն եմ։ Ու հասկանում եմ, որ դա այդքան էլ լավ չի, լավ է գիտեք ինչով, որ ինձանից հետո էլ չկա մասնակից եւ շատերը չեն պահի իրենց ձայնը։ Իմ խնդիրը այդ պահին լավագույն եռյակում հայտնվելն է, որ เป զի հետո ես կարողանամ մյուս երկուսի հետ անձամբ մրցել ու դառնալ հաղթող։ Փորձերի ժամանակ լարված էի շատ, որը կարծում եմ բնական է։ 5.5 տարի առաջ ու հիմա բոլորովին այլ
կատարող երգչուհի է ձեր առաջ նստած։ Բնականաբար։ Թվում է, որ ես այդ պահին շատ տեղերում եղել էի, հեռուստատեսությունում, շատ համերգներ, ելույթներ, բայց բավական է դու այդ մեծ օվկիանոսում մի անգամ թրծվես, դու արդեն ձևավորվում ես, եթե իհարկե ունես ունակություն ինքդ քեզ վրա աշխատելու եւ հաջորդիվ քեզ հետաքրքրում է բեմը։ Քանի ամիս տևեց մրցույթը, դու անձամբ քո ներկայությունը Իմ այնտեղ։ ներկայությունը մոտավորապես 2 ամիս, բայց 10 ամիս մենք հեռահար աշխատել ենք պրոդյուսերական թիմի հետ, երկու պրոդյուսեր, երաժշտական եւ գլխավոր պրոդյուսերը, Ձեզ տրամադրվում էր բնակարան, ոչ, բացարձակ։ ամբողջ Գիտեք, շատերն են ինձ այս հարցը տալիս, բացարձակ, դա քո խնդիրն է։ Իրենք անում են պրոյեկտ, տեսեք, սա միջազգային ֆորմատ չէ, սա Նովայա Վալնան չէ, սա Մարսկոյ Ուզելը չէ եւ մնացած բոլոր մյուս միջազգային պրոյեկտները չեն, որտեղ կա պատվիրակություն եւ յուրաքանչյուր պատվիրակությանը ապահովում է հրավիրող երկիրը։ Այստեղ ես եմ դիմել եւ ես եմ մասնակցել, հասկանում եք։ Վերաբերմունքը եղել է շատ լավ, երբ որ իմ ելույթից վայրկյաններ առաջ իմացան, որովհետև այնտեղ նկարահանման ֆորմատը այնպեսին էր, կար հատուկ վայր, գրուպը պայձերշկի, ես այդ օրը չունեի ոչ ոք, ոչ թե որ ես չունեի ընկերներ ու բարեկամներ Մոսկվայում, ոչ, նախ հանգամանքների բերումով այդպես ստացվեց, որ ֆիզիկապես մարդիկ չկարողացան ներկա գտնվել, հետո ես հասկացա, որ գուցե բարին սա էր, որովհետև ինձ պետք էր մենակ մնալ եւ հավաքվել ու վերջին շտրիխերն էին անում, որպեսզի ես բարձրանայի բեմ, վերջին մասնակից արդեն լավագույն եռյակը կա եւ կարող է փոփոխվել, կարող է չփոփոխվել, դեռ մի հոգի մնացել է, դա ես եմ։ Եվ վերջում ինձ հարցնում են, որտեղ են էլի ձերոնք, այսպես, եթե հայերեն մեր լեզվով թարգմանեմ, ասում եմ, որ ես այսօր չունեմ ոչ ոք, ու այսօրվա պես հիշում եմ, որ եւ Դիմարդարը եւ Վարսարդարը եւ ուղեկցող մարդիկ ասացին ոչինչ, մենք ենք քո աջակիցները այսօր, դու հրաշալի ես երգում, ուղղակի պայթեցրու բեմը։ Հեռուստատեսային տարբերակով երբ տեսնում եք բեմից այդ կուլիսներից, երբ ստվերն է մասնակցի ու վախենալու այսպես մյուզիկ է հեռուստատեսային տարբերակով, մինչև մենք կգանք կհասնենք այդ կետին, այդ վարքյանները, եթե կարողանում ես, չեմ ասում րոպեներ, վարքյաններ, եթե կարողանում ես դրանք հաղթահարել, երգելը կկարողանաս։ Ու ես շատ անկեղծ ասացի, որ այսօր ձեզ համար իմ հոգին է երգելու, ու այդպես էլ եղավ։ Սյուս, բայց այնտեղ մի ուրիշ վարքյաններ կան, որ դու գալիս ես կանգնում ես 100-յակի դիմաց եւ այնտեղ էլ հատուկ արված է, որ այդ խեղճ մասնակիցը, այո, այդ վարքյանները ավելի հեշտ է հաղթահարել, հա, քան բեմ դուրս գալը։ Տիկին Փաշյան, քանի որ ես ավարտել եմ թատերական ինստիտուտը, վերադառնալով մեր ընդհանուր թեմային, այստեղ չեմ վախենա ասել, որ ինձ օգնել է թատերական ինստիտուտի աուրան, թե ինչպես պիտի արդեն բեմում կանգնած մարդը իրեն կառավարի։ Եվ ես չունեի իրավունք չհավաքվելու։ Եթե հիշում եք, ես փակում էի աչքերս, եթե բացեի աչքերս, էներգիաս կտայի, կծախսեի ռեսուրսներ։ Փակում էի աչքերս, այդ մի քանի վայրկյանները տիեզերքը ու ես մենակ էինք ինձ համար, որպեսզի կարողանայի երաժշտության առաջին իսկ վայրկյաններից մտնել կատարման արվեստի մեջ։ Անիրական բան ես պատմում։ Սովորական ասում եմ մահկանացուների համար։ Մեր գործը դրանով է դժվար, շատերի համար բավականին հեշտ։ Այսօր մեզանում մեդիա դաշտը, այս վերջերս շատ եմ ասում, հիմա էլ եմ ասում, գերակշռող մասն է կազմում։ Շատ են ինձ դիմում, գրում, կոմենտներ թողնում, հաղորդագրություններ ուղարկում, եւ լավ, եւ վատ, եւ շատ լավ խոսքեր։ Ու այդ ամեն ինչի արանքում պարբերաբար ես տեսնում եմ նաեւ կարծիքներ, որ դե լավ, ինչ եք ծանրացնում, գեղեցիկ հագնվում եք, հարդարում են ձեզ ուղեկցում են բեմ, մեծ հոնորարներ եք վաստակում, անգամ եթե մեծ հոնորարներ ենք մենք թվացial վաստակում, դրա համար շատ տարիներ են մեզանից պահանջվել ու պահանջվում։ Սեփական ընտանիքը կառուցելու հաշվին, աղջիկների դեպքում երեխա ունենալ չունենալու հաշվին, առողջության հաշվին, իհարկե, եւ գուցե դուք հիմա հասկանալով, լինելով արվեստագետ գիտակցում եք դրա դժվարությունը, բայց մեր հասարակության մեջ կան մարդիկ,
որոնց համար կողքից դիտարկելը շատ հեշտ է։ Այո, մարդկանց մեծ մասը տեսնում են այն կարծինկայի գեղեցիկ մասը, Մեդալի մի մի կողմը, կողմը, այո։ պատրաստ արդեն այդ վարսահարդարված, գեղեցիկ հագնված, իմիջայլոց դրա մասին։ Ով էր հագցնում այդ այցգեստները, ով էր տրամադրում։ Ամբողջը իրենք, իրենց այդ առումով շատ խիստ են, մենք չենք կարող ինքնուրույն որոշել, մեր դիզայների աշխատանքներով, եթե անգամ գնանք, իրենք պետք է հաստատեն դա, White Media-ի տնօրենը Յուլիան դա պիտի կադրով տեսնի, հաստատի, մի խոսքով բավականին բարդ աշխատանք է։ Գիտես ինչն եմ հիշում, որ դու դուրս եկար շատ գեղեցիկ կաշվե շորեր, կարմիր, եթե ճիշտ եմ, չէ՞։ Ես այդ գոտու հետ իրականում ինքս այդ գոտին, այո, համաձայն չեմ եղել, բայց եւ Լազարևն էլ Բասկովն էլ անընդհատ ասում են, որ այս գոտին տեղին չի, դու ամբողջովին ներդաշնակ ես բացի այդ գոտուց։ Իրականում Բասկովի հետ բավականին հետո, երբ արդեն ես իրենց հետ ժյուրիի կազմում էի, մենք ընկերացանք, ընդհանուր շատ բան ունենք, չնայած մեր տարիքային տարբերությանը, ես անդադ սովորում եմ իրենից, անդադ հիշում էր հումորով մարդ է շատ ու ասաց, որ ուզում է գոտի լինի, չլինի, որ բարձրանում ես բեմ, անհնար է կենտրոնանալ ինչ-որ ավելորդ բաների վրա։ Կարծում սա ամենամեծ, բայց միանշանակ որպես աղջիկ բեմում գտնվող իհարկե քո կոմֆորտն է, դու ես ուզում ամեն ինչը ճիշտ լինի, բայց չես կարող միշտ լինել իդեալական ու չես կարող բոլորի սրտով լինել։ Միշտ կգտնվեն մարդիկ, որոնց ինչ որ մի բան դուր չի գա։ Այո, բնականաբար։ Լավ, մի երկու խոսքով, ինչպիսի մարդ էր, ասացիր հումորով։ Ինչպիսի մարդ էր Բասկովը եւ ինչպիսի մարդ էր Լազարևը, հա, այդպես անձնական շփման։ Իրականում երկուսն էլ իրենց գործին շատ նվիրված մարդիկ, դրա համար էլ ունեն իրենց երկրում հատկապես այն հեղինակությունը, այն վաստակը, որը որ համենայն դեպս այսօր իրենք վայելում են, բայց ինձ ավելի հոգեհարազատ է իր աուրայով եւ մտածելակերպով ավելի Բասկովը։ Բասկովը ավելի մարդամոտ է, Լազարևը ավելի փակ է։ Իրականում այն մարդիկ, ովքեր փակ են իրենց աուրայով, չնայած հիմա վերջին տարիներին ես էլ ունեմ այդպիսի մի բան, բեմից դուրս դեֆորմացիա է կոչվում։ Բայց ես չեմ, ինձ մոտ պատ է առաջանում, ես չեմ կարողանում շփվել այն տեսակ մարդկանց հետ, որոնց աուրան կտրուկ փակ է։ Կադրը միացավ, բաց է, կադրը անջատվեց, փակ է։ Ես չեմ կարող այդպիսի մարդկանց հետ։ Ես հոգուս խորքում ինքս անմիջական մարդ եմ, ուղղակի շատ բաներ տեսնելուց հետո մեկ այլ բան է, երբ որ դու անձնային սահման ես դնում, բայց այլ բան է, երբ որ դու տեսակով ես պատշարում բոլորի առաջ, դրանք տարբեր բաներ են։ Այդ տրիումֆալ հաղթանակից հետո մեր սիրելի Սյուզաննան հայտնվում է արդեն ժյուրիում։ Այո։ Ինչ էր կատարվում քեզ հետ, քո մեջ արդեն որպես ժյուրիի անդամ, եւ արդյոք դու կարողանում էիր աջակցել, խորհուրդներ տալ արդեն մասնակիցներին, հա, երիտասարդ, մասնավորապես մեր հայրենակից մասնակիցների մասին է խոսքը։ Նախ ասեմ, որ բոլորովին այլ բան է, երբ դու այդ բեմում կանգնում ես, գալիս կոպիտ ասած մի քանի րոպե երգում ես, ներկայանում ես, իմ դեպքում գալիս երգում, հաղթում գնում ես։ Դա բոլորովին պատմեցիր։ Դա իրականում այլ բան է, բայց բոլորովին մեդալի մյուս կողմն է, երբ դու արդեն պատին նստած ես իրենց հետ հավասարազոր մարդ, շատ տարբեր մարդիկ, արվեստի տարբեր ճյուղերի, շատ տարբեր տարիքի, ժամերով իրենց հետ մասնակիցները գալիս ու գնում են, դու իրենց հետ նստած ես, շատ, եթե խոսեմ դրական կողմերից, միանշանակ շատ մեծ դպրոց, շատ դժվար, որ կարելի ասել վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, որոշակի ընդմիջումներով դու այդ ինստիտուտը հաղթահարում ես։ Բայց մյուս կողմից ես մի անգամ էլ եմ միտքը արտաբերել, որ ինձ մոտ հարց էր առաջանում երբեմն, այս տեսակ խոսում են իրենք, ամեն ինչը չի, որ
երբ բասկով իրենց խոսքի իրավունք է տալիս, իրենք խոսում են, բայց մեդալի այս կողմում ես անդադ լսում, տեսնում եմ ինչեր են խոսում։ Եվ զարմանում էի, լավ, ինչպես եմ այս քմահաճ մարդկանց, որովհետև ինչքան մարդ այնքան կարծիք, այնքան սկզբունքներ մասնագիտական եւ ոչ Իսկ մարդիկ 100-ն են այդտեղ։ 100 ու ես այդ պահին այդ 100-ից մեկն էի։ Առաջին եթերաշրջանում իմ եթերաշրջանից հետո նկատի ունեմ, երբ ժյուրիում էի, ես ավելի փորձում էի մասնակցի կողմը լինել, հասկանալ իրենց, բայց եթերային տարբերակով հասկացա, որ կան դեպքեր, որ դա ոչ պրոֆեսիոնալ է, ինչ որ տեղեր։ Ես պիտի լինեմ օբյեկտիվ, այսինքն իմ ներսի են մասնակից ապրումակցող էմպաթիա ցուցաբերող աղջիկը շատ էր։ Երկրորդ եթերաշրջանում իմ ժյուրի լինելու ավելի հավաքված էի, ավելի կարծում եմ ճիշտ իմ տեղում էի։ Բայց կրոկուսում համերգ ունենալուց հետո, որի ելույթը իմ եւս շատ քննարկվեց, շատ այսպես նույն երգով էլի մեր Ռուսաստանում բնակվող հայրենակիցները եկել էին իմ համերգին 2023 թվականից հետո ես այլևս չկամ պատին նստած։ Ինչու, որովհետև ես գիտեք չեմ կարող այստեղից այնտեղ անընդհատ հասնել նախ անվճար, երկրորդը սեփական միջոցներով, նժարին դրված է այստեղ առհասարակ իմ գործունեությունը, նկարահանումները բավականին երկար են տևում եւ եթե ես Ռուսաստանում բնակվող մարդ լինեի, միանշանակ ես այնտեղ միշտ կլինեի, բայց տեխնիկապես այսպես հեռահար անընդհատ ստաբիլ ներկա գտնվել, այն էլ քո աշխատանքի հաշվին, քո կյանքի հաշվին, չէ՞ որ ես կրում եմ պատասխանատվություն մի ամբողջ նկարահանման խմբի առաջ, երաժիշտների առաջ, ինձ հետ պայմանավորվածություն ունեցող մարդկանց առաջ եւ անընդհատ մի 1 ամիս բացակայել այդ ամեն ինչից, այն էլ անընդհատ անվճար, կարծում եմ սա մի քիչ շատ է։ Դրա համար ես այն ինչը որ ինձ հետաքրքրում էր եւ հաղթող լինելու դեպքում եւ պատին փորձագետ լինելու դեպքում ես վերցրել եմ, ես կատարել եմ, ես արել եմ եւ իմ պարագայում արդեն ինչպես ռուսը ասում է «через себя» ես չեմ կարող անկեղծ։ Իսկ Հայաստանում ներկա ես որպես ժյուրիի անդամ։ Հայաստանում դե գիտեք 2 տարի ես արդեն պատվավոր ժյուրիի աթոռին եմ իմ սիրելի Շանթ հեռուստաընկերությունում, որտեղից որ եւ հեռուստադիտողը գիտի ինձ հեռավոր տարիներ առաջ մինչեւ իմ ինստիտուտ ընդունվելը, կարող եմ ասել, որ ժյուրիի աշխատանքը շատ անշնորհակալ աշխատանք է։ Դու ինչ էլ որ անես, մեկ է դու քննարկման կիզակետում ես, մեկ է գտնվում են մարդիկ, ովքեր իրենց թվում է միշտ քեզանից լավ գիտեն, ասում եմ մինչեւ դիմացինի կոշիկները չեք հագել, մի սովորեցրեք իրեն ինչպես կոչկել այդ կոշիկների շնուրները։ Այնքան սիրում եմ այս միտքը։ Դժվար աշխատանք է շատ։ Մենք ունենք շատ խոցելի հասարակություն։ Ամեն մեկը չի որ կարողանում է առողջ գիտակցել այդ այոն եւ նույն ոչը։ Եվ իմ շատ սիրելի գոլեգա Անդրեն միշտ ասում է մենք ուղակի չենք այստեղ նստած։ Հատկապես Անդրեի նման արտիստների դեպքում տարիներով մարդիկ վաստակել են դրա իրավունքը եւ պատահական չի այդտեղ նստած մարդը, հա, ինչ որ առարկա չի այնտեղ գեղեցկության համար։ Ուրեմն մենք վաստակել ենք նախ այդ իրավունքը, երկրորդը տիրապետում եւ հասկանում ենք այդ ամենը ու իմ դեպքում ասեմ, որ ես ամեն ելույթի ժամանակ եւ յուրաքանչյուր նկարահանման ժամանակ, որտեղ ես ժյուրիում եմ, ես ինքս էլ եմ սովորում այդ process-ից։ Մեր կյանքը այսօր այնպեսին է, գիտեք, Տիկին Փաշյան, ես կարծում եմ մենք ամեն օր ենք սովորում։ Նոր սերնդի հետ շփումը սկզբում ինձ դժվար էր, որովհետև չմոռանանք ես ինքս էլ եղել եմ այդ բեմում որպես մասնակից ու սա էլ է, գիտեք, այսօր շատ շահարկվում։ Շատ մեծ տարբերություն է զգում։ Իհարկե։ Կասես տարբերությունը։ Լավ կողմերը այն է, որ այսօրվա սերունդը չունի այն կոմպլեքսները, որը ունեցել է իմ սերունդը։ Հստակ գիտի իր իրավունքները, իր խոսքի ազատությունը, կարող է պայքարել իր ճշտի համար, իսկ մենք կոմպլեքսավորվում ենք եւ այսպես ինչպես ասային, գիտեք, ես միշտ ասում եմ այսպես կատակով, իմ սերունդը եւ այս սերունդը պետք է միքսել ու գտնել ոսկե միջինը։
Մեր դեպքում էլ էր ծայրահեղություն։ Այս դեպքում էլ կան ծայրահեղական շատ բաներ։ Բայց վատ կողմերից նա է, որ սուբորդինացիա չկա երբեմն շատ մասնակիցների մոտ ժյուրի ասվածի հետ, դա նույնն է ոնց որ ես ձեզ հետ ժամանակին խոսեի դույով, ես մինչ օրս ձեզ հետ դուքով եմ խոսում եւ միշտ եմ այդպես խոսելու, դուք չեք դադարում օրինակա մեր օրինակով բերեմ լինելու իմ դասախոսը Տիկին Փաշյան եւ սա չի խոսում նրա մասին, որ ես ստրուկ եմ եւ չգիտեմ իմ իրավունքները, չէ, պարզապես ինձ դաստիարակել են ինձ կրթել են մեծին հարգել սուբորդինացիա հասկանում եք բայց այս դեպքում չեմ ասի բոլորը կան նաև հրաշալի մասնակիցներ որոնք այն որ ասում է հայկական օջախներից են դուրս եկել իսկական հայեցի կրթված բայց մի կորիս կա որի հետ աշխատելը ինձ դժվար է եղել ես իմ պատկերացումներն եմ ունեցել իրենք իրենց կարող են քեզ հետ հավասար զրուցել շատ երկար, քեզ հետ զուգահեռ, չլսելով քեզ, այ այս կետերի հետ ես համաձայն չեմ ու այո, թող կոմենտներում գրեմ, որ ես հին եմ։ Եթե սա հնություն է, եթե կիրթ լինելը եւ սուբորդինացիա ունենալը հնություն է, թող ես լինեմ հին։ Ծանոթությունը, ինչպես շեշտեցի այս նոր սերնդի հետ, ինձ եւս շատ բան տվեց։ Թե որպես նախկին տարիներ առաջվա մասնակից եւ թե որպես արդեն հասուն տարիքում կայացած մարդ, ով նստած է այդ աթոռին։ Սա մի նոր ուսում է, գիտես, կարծում ես իմ մաշկի վրա հասկացա, որ ժյուրի աշխատանքը շատ դժվար է։ Շատ դժվար է։ Այո, որովհետև ես պարտավոր եմ ունենալու իմ ասելիքը կան այս ամեն ինչի ֆոնին շատ ու շատ մարդիկ, ովքեր ունեն իմ նման մարդկանց կարիքը։ Դրա համար էլ ես ինքս այսօր դասավանդում եմ նաև։ Որտեղ։ Ստուդիայում անհատական պարապմունքներ։ Ես երբեք չեմ երազել դասավանդող մարդ լինել, բայց նույն ժյուրիի աթոռից երբ ինձ վստահեցին Մարսչի դերը պրոյեկտի երաժշտական քոուչ այդտեղ հասկացա, որ չէ, ես իրականում ոնց որ թե մի քիչ շատ անելիք ունեմ, ավելի քան միայն կանգնել, երգել եւ մրցույթներում հաղթել, երգեր թողարկելը։ Միանշանակ դա էլ դժվար աշխատանք է ու մարդիկ են ինձ ստիպել, որ ես այսօր նաեւ փորձեմ օգնել են մարդկանց ուզում եմ հետևորդները ճիշտ հասկանան, ոչ թե ես վոկալի ուսուցիչ եմ, այլ ես երաժշտական մարզիչ եմ, դրանք տարբեր բաներ են։ Ես օգնում եմ մարդկանց շատ տարբեր տարիքի մի փոքր ներդրում եմ ունենում իրենց երազանքները իրականացնելու մեջ։ Այսպես փոխկապակցված են իրար հետ բոլոր այս թեմաները։ Եվ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր այսօր մեդիա դաշտում գիտեք ինչ դեմոկրատիա է, խոսքի ազատություն եւ այլն եւ շատ սուբյեկտներ անդեմ հիմնականում ինչ որ կներեք բարբաջում են առանց հասկանալու, որ յուրաքանչյուրը իր գործն է անում։ Եվ ես չեմ կրում պատասխանատվություն, եթե այսինչ կետում շատ սիրելի հետևորդ դա քո սրտով չէ։ Իմ սրտով էլ այսօր մեզանում լիքը բան չէ։ Բայց իմ կարծիքը սուբյեկտիվ, ես կարողանում եմ օբյեկտիվից տարբերել։ Դրա համար էլ իմ նման մարդիկ հեռուստատեսությունում ունեն տեղ։ Դրա համար դու մնում ես այն անհատը, որը մանկուց ինչպես ծնվել ես, մեծացել ես անհատ, եկել ես քո հաղթանակների եւ շարունակում ես։ Դու չես մանրացել, Սյուզ, դու չես մանրացել եւ ես հպարտանում եմ, ուղղակի խոնարհվում եմ։ Շնորհակալ եմ։ Սա փայլուն մտքեր հնչեցին։ Սյուզ ջան, բայց հաշվի առնելով, որ դու արդեն ունես բազմաթիվ սեփական երգեր։ Վերջերս մի քանի ամիս առաջ նոր երգի պրեմիերա էր։ Եվ դու արդեն զուտ մրցույթային երգչուհի չես, որը փայլուն հաղթանակներ էր տանում, դու արդեն պրոֆեսիոնալ, լուրջ մասնագետ ես։ Քանի երգ ունես այսօր։ Եթե լինեմ անկեղծ շատ չեն Տիկին Փաշյան, իմ երազանքն է իմ պատկերացրած ալբոմը թողարկել, որի համար ես ֆինանսական տեսանկյունից հիմա օր ու գիշեր աշխատում եմ։ Միշտ ստացվել է այնպես, որ ես ինքս իմ սեփական միջոցներով եմ ամեն ինչ արել։ Երբեմն լսում եմ ոլորտից 1-2-ը կարողացել են արտահայտվել, որ դե ժամանակն է սեփական երգերը թողարկելու։ Մի կողմից մտածում եմ, լավ, այդ մարդիկ ինչ են ուզում դրանով ասել, որ իրենք ինչ-որ բան հասկանում են, ավելի քան ես։ Իրենք պրոդյուսինգ չեն անում, բայց օթում ինչ-որ բան են արտաբերում, իսեր Աստծո։
Այն ինչը որ թողարկվել է Տիկին Փաշյան, դա շատ մեծ տանջանքի արդյունք է, որովհետև ես ուզում եմ վերջապես խոսել այս թեմայից, որ հետևորդներն էլ ուղղակի մարդիկ, ովքեր կդիտեն, հասկանան, որ երգեր ձայնագրելը, պատվիրելը, այդ մշակույթի մեջ լինելը բավականին մեծ գումարներ արժեն։ Եվ անընդհատ ու անընդմեջ, որպեսզի դու կարողանաս այդ ռիթմի մեջ լինել, դու պետք է համապատասխան ֆինանսը անընդհատ ու անընդմեջ դրան հատկացվող ունենաս։ Ես այն մարդն եմ, ով չունի պրոդյուսեր, եւ բնականաբար իմ ուսերին կրում եմ շատ մեծ ծանրություն։ Ու Քավլիցի ես իհարկե գիտեմ, որ ինձ շատ երգեր են պետք։ Շունես դակո որոշումն է։ Ոչ, իհարկե ոչ։ Չէ որ կրկնում եմ, դրանք պահանջում են շատ մեծ ֆինանսներ, իսկ թե ինչու պրոդյուսեր չունեմ, դա ոչ թե իմ որոշումն է, այլ մեզանում դեռ այդ ինստիտուտը այդ գծի վրա չի։ Այսօր իրականում ինձ օգնում է իմ հարազատ եղբայրը, ով իմ օֆիցիալ մենեջերն է։ Դա էլ կարծում եմ Դա շատ կարևոր է, շատ կարևոր է, որովհետև ինչքան էլ խոսենք բեմական արվեստ եւ այլն շոու եւ բիզնես, շատ կարևոր է հայկական իրականության մեջ ու ով կգտնվի, ով ինձ հակառակը կապացուցի, ես կարող եմ բանավիճել, երբ քեզ հետ քո կողքին տղամարդու սիլուետ են տեսնում։ Ես երբևէ չէի մտածի, որ կխոսեմ սրա, այս մտքի կողմնակիցը կլինեմ, ախր իմ երգելը եւ իմ որակը դրանից չի փոխվում։ Պարզապես իմ հարազատ եղբայրը մենեջեր լինելով ինձ օգնում է շատ բոլոր տեխնիկական եւ պայմանավորվածությունների շրջանակներում, բայց բուն բեմում իմ ասելիքը դրանից չի փոխվում։ Ես մոտ 2 տարվա ընթացքում շատ եմ տեսել նույն պատվիրատուների, նույն գործակալների, նույն կազմակերպիչների, նույն տարբեր արտիստների հետ հանդիպումների շրջանակներում, որքան այլ է աուրան, երբ ես միայնակ չեմ ֆիզիկապես, այլ տղամարդու հետ, ով իմ հարազատ եղբայրն է եւ իմ մենեջերն է։ Եվ քո իրական թիկունքն է։ Այո, այո։ Դա շատ կարևոր է, ես չեմ խոսում նրանից, որ կինը թույլ է, է պետք է տղամարդ իր տոպրակները տանի։ Դրա մասին չի խոսքը։ Դուք հասկանում եք ես ինչ նկատի ունեմ։ Իհարկե։ Այսինքն մեր մենտալ համակարգը ամեն դեպքում մնում է այդպեսին։ Քիչ թե շատ, այո, այո։ 21-րդ դարում թվում էր, թե բայց շարունակվում է։ Դու ասում ես ամեն ոլորտում է դա զգացվում։ Վարպետի հետ պայմանավորվելու process-ում է դա զգացվում։ Թե դա փայտագործ լինի, թե վերանորոգում անող, դա իսկապես ցավալի է։ Բայց գիտեք, դա մեր նման երկրներում է դեռևս մնացել այդպես։ Եվ կարծեմ կմնա։ Այստեղ կարևորն այն է, որ իմ կոմֆորտի հարցն է, որ ես ունեմ ինձ օգնող մարդ, իմ արյունակից հարազատ մարդը, ում կարող եմ շատ բան վստահել, այո, ով ինձ երբեք չի դավաճանի ու սա այն դեպք չի, որ երբեք մի ասա, երբեք ես վստահորեն կարող եմ դա ասել։ Եվ վերադառնալով, այսպես մի քիչ թեման ուրիշ կողմ տարա, վերադառնալով ձեր հարցին, ես չեմ որոշել դա Տիկին Փաշյան։ Այսօր մենք պրոդյուսերական, գիտեք, այսօրվա թվացial պրոդյուսերներին իմ նման արտիստները չեն հետաքրքրում։ Մի անգամ պրոդյուսերներից մեկը էթիկայից ելնելով անուններ չեմ տա, լավ իմաստով իհարկե, որովհետև շատ սիրում է ինձ, ասեց Սյուզ, դու շատ թանկարժեք քար ես, որը բոլորին հասու չի։ Ինչ առումով։ Կատարման, վաճառելու, չվաճառելու, սպառելու, չսպառելու, մի քիչ կոպիտ է հնչում այդ արքու վաճառքի թեման, բայց մեր բիզնեսը դա է, չէ՞։ Ելույթի վճար, կատարման վճար եւ այլն ու այսպես էմոցիոնալ պորտկման մեջ ընկա, որովհետեւ հաստատել էին մի այնպիսի երգչուհու, որի հետ ինչպես երկինքը եւ հողը այդքան մենք տարբեր ենք եւ ուզում եի հասկանալ այդ պատվիրատուն ինչու հենց իրեն հաստատեց, շատ տարիներ հետո հասկացա։ Այսինքն անտաղանդի հետ աշխատելը հեշտ է։ Այո։ Ուրիշ բաներ իրենց հետաքրքիր։ Կատարման արվեստը չէր հետաքրքիր։ Հետաքրքիր էր ուղղակի ինչ որ շատ սահմանափակ ակորդներ ունեցող երաժշտության տակ ուղղակի ուտել հաց եւ բարել։ Սյուզ այնուամենայնիվ ես չեմ ուզում մարդիկ մտածեն, որ ես սրա շուրջ կենտրոնացել եմ, չէ,
այս ամենի ֆոնին Տիկին Փաշյան պիտի ազնվորեն խոստովանեմ, որ այդ նույն դաշտում շատ հրավերներ ունեմ, շատ կիրթ մարդկանց կողմից, ովքեր գիտեն ում ինչի համար են դիմել։ Սա շատ կարևոր է ինձ համար։ Եվ վայելում են նույն, գիտեք, տորթի կտրման արարողության ժամանակ նախ վստահում են ինձ այդ կարևորագույն պահը եւ վայելում են, ես ունեցել եմ անցած տարի դեպք, երբ փեսան պտտվել էր, լսում էր այդ երգը եւ մոռացել էր տորթը կտրել։ Բոլորը իհարկե շատ ու պարզվեց, որ հենց փեսան իմ երկրպագուն է, հետո իրենց հարսանեկան արարողությունից հետո ինչքան համերգ ունենում է, իրենք ամուսիններով գալիս էին ու կարծում եմ այս ամենի ֆոնին այս մեծ գնահատական ամենակարևորն է։ Ահա, այդ քո երգերը ով է գրում։ Իմ սիրելի Ռաֆի Ալթունյանը։ Ռաֆին հասկանում է ինձ։ Ռաֆին գիտի էմոցիոնալ ինչպիսի ճիշտ տեղում ինձ գցի, որտեղ եւ իմ էմոցիոնալ դաշտը ճիշտ կլինի եւ կատարման արվեստը եւ իհարկե ձայնածավալը։ Շատ դժվար է։ Այո, ես խոստովանում եմ, որ իմ բնավորության տեր մարդու համար եւ որպես ուղակի մարդ եւ երգչուհի, որտեղ ես շատ պահանջկոտ եմ գործի մեջ, շատ Այլ տարբերակ չունի։ Սարսափելի, այո, դժվար է երգ գրելը, բայց Ռաֆիի հետ ստացվել է դա ու չկա մի օրը երևի թե դերևս իր գրածներից ինձ համար առաջին հորիզոնականում է։ Երբ եւ որտեղ կարող ենք լսել բացի, հա, տարբեր միջոցառումներից, որտեղ կարող ենք քեզ լսել, երբ է սպասվում քո վոկալը, քո վոկալային համերգը։ Քանի որ աշնանը ես շատ այդ ամենի մեջ էի, համերգներ, նվագախմբով, շատ գեղեցիկ են անցել երեքն էլ, շատ մեծ սեր եմ ստացել իմ լսարանի կողմից, մի քիչ ծանրաբեռնված եմ հիմա եւ չեմ սիրում մի ձեռքով բռնել 10 ձմերուկ, չեմ ուզում նախապես ինչ-որ բան խոստանալ, շատ մասշտաբային բան եմ ծրագրել։ Ուրա Ոչ ակումբային, պարզապես մի քիչ պիտի համբերություն ունենամ, որպեսզի այդ մասշտաբայինը իմ ուզածով լինի, որովհետև կարծում եմ ակումբային այսօրվա մեր քաղաքի մասշտաբային ակումբի մասին է խոսքը, այդ ամեն ինչ շատ լավ է, որ թե ես, թե կոլեգաներս պարբերաբար ունենում ենք համերգների տեսքով, բայց ժամանակն է, որ մի քիչ մասշտաբներս այդ առումով մեծացնեմ։ Դրա համար շատ բան հիմա չեմ կարող խոսել, ինչու, որովհետև դեռ խմորումների մեջ եմ։ Եթե ես մի քիչ լռում եմ, դա նշանակում է, որ շուտով ինչ-որ մեծ բան է գալու։ Անչափ, այսպես ոգեշնչեցիր, անչափ եւ անհամբեր կսպասենք, վստահ եմ, որ դու կհիշես մեզ։ Միանշանակ, ուզում եի ասել, որ հրավիրատոմսերը իմացեք կան, միանշանակ։ Եվ ձեր կարծիքը շատ հետաքրքիր կլինի ինձ, որպես վերլուծող։ Սպասում եմ շատ։ Եվ տպավորություններին, եւ այն պահին, երբ մենք պիտի զրուցենք եւ կարծիքներ, հա, փոխանակենք, Սուրճ ջան։ Դու այս քաոսների մեջ ինչպես ես հանգստանում։ Դու ասում ես, որ գրքեր ես սիրում եւ բնություն։ Շատ։ Ինչ ես կարդում վերջերս։ Եվ երբ ես եղել բնության գրքում վերջին անգամ։ Այ երեք խոսում էի դրա մասին, որ կարիք ունեմ բնության մեջ գոնե 2 ժամ լուր նստելու, որովհետև մի շրջան կար, երբ կարողանում էի օրվա մեջ այդ 2 ժամը ապահովել, հիմա այս տեմպոռիթմի մեջ մեր քաղաքի հասարակ սովորական քաղաքացի, սկսած այդտեղից չես հասցնում։ Այդ առումով բավականին վաղ է եղել, մի քանի ամիս առաջ, 6 ամիս առաջ։ Բայց այստեղ օգնության է գալիս գիրքը, վերջերս ուրեմն սկսել եմ ընթերցել մեր հայրենակիցների երիտասարդ գրողների աշխատանքները, սա գովաստ չլինի, բայց երիտասարդ գրող ունենք Ռաֆայել Մարգարյան, մի քանի հրաշալի գիրք ունի եւ գիտեք իր մեջ վստահ եմ ձեզ էլ դուր կգա, սիրով կնվիրեմ Տիկին Փաշյան, ուրեմն մի քանի աշխատություններ ունի ու հետևորդներից հետ շատ կիսվել եմ եւ ժամանակակից լեզվով է խոսում եւ արդիական շատ թեմաներ է քննարկում եւ ամեն պարբերության մեջ
կարգախոսի պես, ասացվածքի պես կյանքի տողեր է պատկերում։ Այ հետաքրքիր է, որ ուրեմն Էրիխ Մարիա Ռեմարկից շատ գրքեր ստացավ, որը երևի համաշխարհային միակ հեղինակն է, որից ոչ մի բան չեմ հասցրել ընթերցեմ, մի քանի իր աշխատություններ, ուրեմն արխիվում է։ Դե իմ տեմպոռիթմի մեջ երևի թե նորմալ է, որ գոնե մեկին չեմ հասցրել։ Իհարկե։ Ուրեմն փորձեցի ընթերցեմ, հիմա գիտեմ գրականագետները կարող է ասեն, ես ինչ է խոսում, փակել դրել եմ մի կողմ Տիկին Փաշյան։ Իսեր աստծո ես ոչ մեկ եմ որ քննադատեմ այդ նման հանճարներին մարդու, բայց ժամանակակից լեզվով եթե բացատրեմ, այս տղայի աշխատանքը այդ պահին ավելի ինձ հոգեհարազատ էր եւ գուցե ավելի այդ ամենի մեջ պիտի հոգիս։ Նա ինչ ժանրում է ստեղծագործում։ Գեղարվեստական, էլի։ Ռոմանն է, վեպեր Իսկ Մարիա Ռեմարկը ավելի երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ է, գուցե այդ պատերազմական թեմաներով էլ չեմ ուզում կարդամ ենթագիտակցորեն, գուցե սա է խնդիրը։ Ասեմ, որ այդ գրքերից հետո հասկացա, որ փաստորեն ես իրականում ռոմանտիկ մարդ եմ։ Եվ չեմ վախենում դա բարձրաձայնել ու նաև հանգստանում եմ խոհանոցում։ Եթե ես պիտի հիմա հանգստանամ եւ չեմ կարող վարել օրինակ քաղաքից դուրս, որովհետև հաջորդիվ գործեր ունեմ, մոտ 1-2-3 ժամ ես փակվում եմ խոհանոցում եւ սկսում եմ պատրաստել իմպրովիզներ։ Կոնֆիրմային կերակրատեսակը հələ մասավորն է։ Պաստայի բոլոր տեսակները, Ես տոլմայի իմ բոլոր ընտանիքով կգամ ձեր տուն։ սիրով եւ մեր ավանդական խաշլամայի մի քանի տեսակներ, որոնք տատիկից եմ սովորել։ Ես շատ եմ սիրում պատրաստել։ Հայրս միշտ ասում է նույն խոհանոցում պիտի լինե սիրով, որպեսզի պատրաստածդ էլ լինի համեղ։ Ես պաշտում եմ խոհանոցը։ Այդ մշակույթը պատրաստելու, գեղեցիկ սեղան գցելու, դասավորելու, այդ իմ հանգստությունը եւ իհարկե որպես աղջիկ հայկական, ես ունեմ թուլություն սպասքի նկատմամբ։ Եթե ես ստրեսի մեջ եմ, ես գնում եմ սպասք եմ գնում անընդհատ։ Եվ Հեսացունեք, լսեք, դիտեք եւ հասկացեք այս ադամանտը այստեղ, որը տաղանդավոր վոկալիստ, ռոմանտիկ անձնավորություն եւ փայլուն խոհարար, ինչ է պետք։ Ցավոք սրտի այսօր Տիկին Փաշյան իրենց դա պետք չէ, որովհետեւ փորձն է ցույց տալիս։ Իրականում չեմ ուզում վատաբանել, լավ տղաներ շատ ունենք, բայց այդ ամենի ֆոնին զարգանում է մի մեծ կորիզ, որոնք շատ դիլետանտներ են սեփական անձի նկատմամբ, մենտալ համակարգի նկատմամբ, վերջերս ինձ անդադ այդ հարց տալիս են, այ ձեր կարծիքով ինչն է երջանկությունը, երբ ուղղակի հասկանում են ինձ, այդքան բան։ Ուրիշ բան չեմ ուզում։ Հիմնական հարցազրույցը կավարտեմ հետեւյալ հարցով։ Վերջերս խոստովանեցիր, որ քո անձնական կյանքում բազմակետ է։ Այսօր այդ բազմակետը ինչին վերածվեց։ Մնաց բազմակետ, որովհետև ես դադարեցի մտածել այդ ամենի շուրջ, Տիկին Փաշյան։ Գիտեք, այսօր այնպիսի կյանքի փուլում եմ, որ ես չեմ կենտրոնացել անձնականի վրա այլևս։ Իհարկե կար մի փուլ, որը կարծում եմ յուրաքանչյուրիս կյանքում, հատկապես աղջիկների մի այդպիսի բան լինում է, չէ, որ անդադ կենտրոնանում ես, երևի մտածելակերպն է, էմոցիաներն են, բայց ես չեմ սիրում եւ չեմ ընդունում այն մարդկանց տեսակետը, որոնց կարծիքով կոնկրետ դատաներ կան ամուսնության համար, այ պարտադիր պիտի, երբ որ պիտիով սկսում են խոսել, այդտեղ արդեն ինձ համար շատ բան ավարտվում է։ Ես պիտի ուրախությամբ նշեմ, որ ես այնքան խաղաղ եմ այն ամենի հետ, ինչը որ կա իմ կյանքում։ Ես իմ ամբողջ կյանքը իմ էությամբ վաղուց վստահել եմ Տիրոջը, երբ սկսել եմ իրեն մի քիչ ճանաչել։ Ու գիտեմ, որ ինքը ավելի լավ գիտի, երբ լինի, ով լինի, որ պահին լինի, հասկանում եք, դա շատ կարևոր է։ Ես էլ չեմ պատկանում մեր ոլորտում են աղջիկներին, երգչուհիների թվին, որոնց համար դա շատ կարևոր է։ Կարևոր է, բայց երբ որ կգա եւ Տերը կգտնի ճիշտ պահը, էլ այդ փոթորիկները չկան իմ կյանքում։ Ահագին, գիտես, կարևոր այսպես անձնային հաղթանակ է, ես կարծում եմ։ Այո։ Դու կրել ես այդ հաղթանակը։ Այո։ Իմ սիրելի բալիկ, թույլ կտաս ես քեզ այդպես անվանեմ։ Դա պատիվ է ինձ համար, Տիկին Փաշյան։
Այս հրաշալի զրույցը ես ցանկանում եմ ավարտել անավարտ նախադասություններով, որոնք վստահ եմ, ես արդեն 100% վստահ եմ, ինչքան հետաքրքիր ավարտ կունենան այդ նախադասությունները։ Բեմը ինձ համար Իմ ամբողջ կյանքն է, ես մինչ օրս սովորում եմ, բոլորից։ մարդիկ իմ մասին չգիտեն, Որ ես կար ու ձև անել չգիտեմ։ էտել ու պլց Ես կար ու ձևից ոչ թե 0, մինուս անվերջություն։ Չեմ էլ սիրում։ ներելի է դա։ Իմ կյանքի ամենամեծ լռությունը եղել է Ամեն օր այսօր կա։ երբ ես երգում եմ, իրականում ես Իմ հոգին եմ մաքրում։ եւ վերջինը ես ուզում եմ, որ ինձանից հետո մնա Իմ երաժշտությունը։ շնորհակալություն իմ սիրելիս։ Ես էլ եմ շնորհակալ։ Կադրից դուրս բոլորիդ վերսի։